Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնայք և պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարը ինչ-որ զինվորականների հետ հավաքի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի ռազմական անվտանգության հարցերին և նաև շոշափել է Հայաստանի Սյունիքի մարզը։ Պարզվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարի կարծիքով կամ համոզմամբ կամ տեսակետից Սյունիքի մարզի շուրջ լարվածություն է պահպանվում։ Ինքն է ասում, որտեղ է նա լարվածություն տեսել, ինչում է կայանում այդ լարվածությունը, նա իհարկե չպարզաբանեց։ Բայց դեմքին մտահոգ այսպես արտահայտություն հաղորդելով այդ բանն ասվեց։ Այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի սկանդալային հայաստանյան այցից հետո, ինչպես նաև դրան հաջորդած Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի այցից հետո, որի ընթացքում նա Լավրովի այդ որոշ մի քանի այսպես օդիոզ հայտարարություններին էլ շատ լավ պատասխան տվեց, ինչպես նաև պուտինիզացիա տերմինով բնորոշեց Ռուսաստանի քաղաքականությունն, ասելով, որ թե Ֆրանսիան, թե Եվրամիությունը, թե ընդհանրապես միջազգային հանրությունը դիմադրել եւ դիմադրում են եւ դիմադրելու են այդ պուտինիզացիային եւ դրա շրջանակներում էլ շարունակելու են օժանդակել Ուկրաինային։ Ահա թե ինչ ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։ Եվ ահա ի պատասխան դրա կամ առնվազն դրանից հետո մենք լսում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարի ահա այդպիսի մի հայտարարություն։ Նա լարվածություն է տեսել Սյունիքում, մանավանդ նրանից հետո, որ ոնց որ թե ռուսական այն երազանքը այնտեղ հյուպատոսություն բացել, ոնց որ թե չի իրականանում, որտեղ Հայաստանը ոնց որ թե հակված չէ այդ Ռուսաստանի այդ ցանկությանն ընդառաջել։ Նրանք ուզում են, մերոնք էլ ասում են ոչ չի լինելու։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Միացյալ Նահանգներից, Մասաչուսեթս նահանգի Stonehill College-ի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր եւ դասախոս Աննա Օհանյանը։ Բարև ձեզ Տիկին Օհանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար, Ռուբեն։ Տիկին Օհանյան, դուք ուշի ուշով հետևում եք այս դեպքերին, այս զարգացումներին, ընթացքին, դեպքերի, որ տեղի են ունենում մեր շուրջ, հայտարարություններին, որոնք վերաբերվում են մեզ, ինչ է տեղի ունենում, եթե այսպես համայնապատկերին նայենք այս պահի դրությամբ, համեցեք։ Եթե ընդհանուր եթե նայենք, շատ փոփոխություններ անկեղծ ասած չեմ տեսնում այն առումով, որ ընդհանուր դինամիկան ամբողջ Եվրասիական մայրցամաքում, կոնտինենտում այսպես ասած, շարունակվում է, այն առումով միակ խոշոր փոփոխությունը կասայի այն, դա Եվրոպայի որպես քաղաքական եւ անվտանգության ուժ խմբավորելու process-ն է
եւ Եվրոպա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների փոփոխությունը եւ այս կոնտեքստում սա ամբողջովին պիտի փոխի աշխարհքաղաքական դասավորվածությունը Եվրասիական մայրցամաքում ոչ թե զուտ թե ընդհանուր պետությունների միջև շահերի մակարդակով, բայց դա նաև հսկա ազդեցություն կունենա պետությունների ներսում պետականության կերտվածքի առումով եւ այդ առումով շատ կարեւորում եմ, որ Եվրոպան որպես քաղաքական խաղացող զարգանում է, ավելի հզոր է խոսում եւ այդ կոնտեքստով մյուսը այն որ շարունակականն է դա Ռուսաստանի նեոկայսրական մոդելի թուլացումն է եւ անկումն է եւ սա ընդհանուր ինչքան որ Ռուսաստանի մոտիկից հետևում եմ այնքան այն համոզման եմ գալիս որ Ռուսաստանը միշտ եղել է նեոկայսրական խաղացող թերևս դա շատ ակնառոյ է քեզ կամ շատերին, բայց որպես հետազոտող ես շատ ավելի պահպանողական եմ իմ վերլուծություններով, բայց հիմա շատ ավելի կասեի համոզված եմ այդ թեզը կրկնում, որ Ռուսաստանը որպես նեոկայսրական խաղացող, այսինքն Ռուսաստանի պետությունը միշտ նեոկայսրական մոդելից այդ տեսանկյունից պետք է նայել, ոչ թե աշխարհքաղաքական տեսանկյունից, այսինքն Ռուսաստանը եթե վերլուծում ես որպես զուտ պետություն, աշխարհքաղաքական տեսանկյունից եւ կողքի ռեգիոններին նայում ես որպես արտաքին քաղաքականություն, դա հնարավորություն չի տալիս ամբողջովին հասկանալ Ռուսաստանի վարած քաղաքականությունը։ Եվ երբ որ նայում ես Եվրոպայի զարգացումը, որ քաղաքական որպես խաղացող եւ Ռուսաստանի անկումը որպես նեոկայսրական խաղացող, անկախ նրանից թե ռազմական դաշտում Ուկրաինայում ինչ կլինի, դա ամբողջովին փոխում է այսինքն նույնիսկ հնարավորություն է տալիս մեզ ապագայում նայել եվրասիական կոնտինենտում մայրցամաքում ինչպիսի փոփոխություններ են լինելու եւ Հայաստանը ինչպես պիտի տեղավորվի։ Ինչ վերաբերում է այդ վերջի հայտարարությանը, որ Սյունիքը լարվածություն է, դա ուղղակի ցույց է տալիս, դա մեկ այլ օրինակ է, թե ինչպես է Ռուսաստանը, Կրեմլը օգտագործում նարատիվը շատ դեպքերում կեղծ նարատիվները իրենց քաղաքական շահերը առաջ տանելու համար եւ վտանգը այս կոնտեքստում նրանում է որ դա փաստորեն հնարավորություն է այդ հայտարարությունով Կրեմլը Ալիևի նոր գործիք տվեց Ալիևին կարծես թե ազդանշան է տալիս որ օգնություն է տալիս օգնում է Ադրբեջանին այդ անվտանգության անվտանգության հարցը Հայաստանի վրա պահելու համար եւ դա նաեւ ներքին քաղաքականության մեջ խառնվելու գործիք է նաեւ այսինքն դա պիտի ազդի թե ընտրողները ինչպես պիտի մոտենան ընտրություններին եւ ավտորիտար երկրները օգտագործում են այդ անվտանգության անընդհատ պատերազմի վտանգը ներսից դեմոկրատական կառույցները թույլատնելու առումով։ Ես կասեի, որ այդ հայտարարությունը ուղղակի ցույց է տալիս, որ Ռուսաստանը շարունակում է նեոկայսրական գործիքներով, գործիքակազմով աշխատել եւ այս դեպքում Ադրբեջանին ազդանշան տալով պիտի փորձի Հայաստանի պետականությունը թույլատրած պահել, հատկապես որ ընտրություններ են գալիս տարի։ Տիկին Օհանյան, այստեղ նաեւ հարց է առաջանում թե լարվածությունը որ պահպանվում է, ով է պահպանում, էլի։ Ի վերջո կարող է պահպանել կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը, որում Հայաստանը լարվածություն թույլ չտալու համար այդտեղ հրավիրել է եվրոպացի դիտորդների, որոնք այդ մոնիթորինգը պետք է իրականացնեն բոլոր այն փորձերի դեպքում էլ որոնք լարվածություն կմտցնեն համապատասխան զեկույցներ Բրյուսել ուղարկելու կամ մենք տեսնում ենք նաև հաղորդագրություններով հանդես գալու հնարավորությունով եւ ոչ մի խոսք այն մասին որ դա տեղի է ունենում եթե տեղի է ունենում ասենք Ադրբեջանի կողմից այնպես է ասում կարծեք թե այնտեղ չգիտեմ քամիներն են ուժեղացել, թե անձրև է գալիս, այսինքն ինչ որ անհասկանալի մի արձանագրում, թե այնուամենայնիվ իր ասելիքն է ասում, դրանով իսկ ինֆորմացիոն ֆոն ապահովելու համար, որպեսզի Ալիևին դրդի գործողությունների, որովհետև այսպես ասենք այլ
սխեմայի մեջ այս ամենը չի տեղավորվում, այլ տրամաբանության մեջ։ Համեցեք։ Դրան պետք է ուղղակի հակազդել ճիշտ դիպլոմատական դիվանագիտական լեզվով եւ թվերով, օրինակ անհրաժեշտ է նախ հետազոտել, ես օրինակ կհետևեի թե Սյունիքում ինչքան ներդրումներ են եղել, քանի ինչ մշակութային, չգիտեմ, փառատոններ են եղել, ինչ ներդրումներ են եղել, օրինակ Վայոց ձորում գիտեմ, որ Թուֆենկյան հյուրանոցն է կառուցվում, բազմաթիվ, այսինքն այս փոքր պատմություններով հնարավոր է պետք է հակազդել եւ ոչ միայն դա չպիտի գա ոչ միայն կառավարության դիվանագիտական անձնակազմից, այսպես ասած, այլ նաեւ ոչ պետական առույցներից, այսինքն դա լինի տուրիստական խմբեր, դա լինեն ոչ կառավարական կազմակերպություններ, հիմա տեխնոլոգիական զարգացում այնպիսի էտապների է հասել, որ արդեն դպրոցական երեխան կարող է այդ նարատիվին հակադրել, զուտ դպրոց աշակերտներին ուղարկեք թող Սյունիք մի հանդիպում կազմակերպեն որևէ դպրոցի հետ եւ շատ հետաքրքիր ձևով եւ դա ուղղակի կիսեն, սա շատ զավեշտական է թվում, այսինքն թե ինչքան նոր գործիքակազմներ կան ավտորիտար երկրների պրոպագանդային հակազդելու համար։ Հենց վերջերս օրինակ Economist ամսագիրը մի փոքր հոդված էր գրել, թե ինչպես մի անհատ Ամերիկայի Միացյալ Նահանգներից influencer, այսպես ասած, որ կարծեմ որ 30 միլիոն հետևորդ ունի, գնացել էր Չինաստան եւ Չինաստանի կառավարությունից շատ ավելի էֆեկտիվ Չինաստանի մասին ռեպորտաժներ էր պատրաստել, թե Չինաստանը ինչքան hip եւ cool է եւ այլն, եւ շատ ավելի էֆեկտիվ քան թե Չինաստանի կառավարության ռոպագանդան է կարող անանել։ Ուզում եմ ասեմ, որ հիմա այնպեսի դարաշրջանում է, որ Կրեմլի նման խաղացողները արդեն իրանք միակը չեն, որ կարող են արտահայտել թե ինչ է կատարվում գետնի վրա։ Այսինքն այդ շատ ավելի խորը գործիքակազմ կա դրան հակազդելու։ Ես օրինակ որպես անհատ մենք ընտանիքով շատ ենք կարևորում հենց Սյունիքում ներդրումն է օգնել ոչ կառավարական կազմակերպություններին, դպրոցներին, առիթ օգտագործելով ասեմ Go դպրոցը օրինակ Գայանե Օհանյանի հիմնադրած, իմ հետ կապ չունի դժբախտաբար, այսինքն այդպիսի շատ բազմաթիվ փոքր ձևերով հնարավոր է հակազդել, բայց այն դարաշրջանը, որ արդեն Կրեմլն է ասում, թե մեր իրականությունը ինչպիսին է, այդ դարաշրջանը փոխվում է եւ բազմաթիվ բազմազան գործիքակազմ գոյություն ունի, որը Հայաստանը պետք է շատ ավելի ճկուն օգտագործի եւ հակազդի։ Օրինակ այդ հայտարարությանը պետք է հակազդել ստատիստիկայով, կոնկրետ տվյալներով, քանի տուրիստ է եկել, քանի, չգիտեմ, բիզնեսներ այնտեղ աշխատում են եւ այլն։ Եվ նաեւ պետք է նաեւ հաշվի առնել, թե դա Ադրբեջանում ինչպես կընկալվի, այսինքն եթե Ադրբեջանը խոսում է տրանզիտային երկիր դառնա, փորձում է վերաբնակեցնել Արցախը, Լեռնային Ղարաբաղը, ապա սահմանների ստաբիլությունը կարևոր է Ադրբեջանի համար, եթե Ադրբեջանը անշուշտ նորմալ պետություն լիներ։ Այսինքն դա էլ դիպլոմատական լեզվի մեջ դա էլ է պետք անընդհատ նշել, թե Ադրբեջանը ինչ է շահում սահմանների ստաբիլությունից։ Տիկին Օհանյան, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ենթակա ռազմական հետախուզությունը զեկույց է հրապարակել, որում անդրադարձ կա նաև մեր տարածաշրջանին, մասնավորապես այն, որ Վրաստանում աճում է ռուսական ազդեցությունը եւ Վրաստանի ներկայիս գործող իշխանությունները այդ ազդեցության մեծացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծել։ Իդեպ այսօր նաև հայտնի դարձավ, որ Թրամփի ուղերձը ձեռքին Միացյալ Նահանգների դեսպանին Վրաստանում Իվանիշվիլին հրաժարվել է ընդունել։ Բացի դրանից էլ անդրադարձ կա նաև Հայաստանին, հետևյալը, որ հայ-ռուսական հարաբերությունները փչանում են եւ այդ ամենը սկսվեց նրանից, երբ Հայաստանը սպառնաց դուրս գալ հապկից։ Ձեր կարծիքով կամ ձեր տեղեկությամբ
ինչպիսի մոտեցումներ են Միացյալ Նահանգներում, այսպես ասենք, եփվում առաջիկայի համար, մանավանդ Ժան-Նոել Բարրոն Երևանում նաև խոսեց իր համախոհության մասին Միացյալ Նահանգների պետքարտուղարի Մարկո Ռուբիոյի հետ եւ իր հայտարարությանը համահունչ հայտարարություն արեց վկայակոչելով նաև Միացյալ Նահանգների այդ դիրքորոշումը, որ օր առաջ պետք է պայմանագիրը Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն։ Սրա հետ կապված եւս ինչ տեսակետներ ունեք, համեցեք։ Նախ այն, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կնքել են այդ համաձայնագիրը, անվտանգության համաձայնագիրը եւ որ նոր ադմինիստրացիան նաեւ պաշտպանում է այդ համաձայնագիրը, չնայած որ չի խորացնում, բայց ոչ թե որ դա Հայաստանի մեղքն է, այլ այն, որ հիմիկվա ադմինիստրացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր եւ թույլատրել է պետական ես կասեի իմ կարծիքով թույլատրել է պետական այն կառույցները, որոնք հսկա գործիքներ են, գործիքակազմ էին ներկայացում դիպլոմատական առումով, USAID, արտաքին օգնությունը, մեդիաները, գլոբալ մեդիաների դերը եւ այլն։ Եվ այդ առումով գործիքակազմը Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում թույլատրել է, որը պետք է օգտագործվեր Հայաստանի այդ համաձայնագիրը ստորագրած համաձայնագիրը խորացնելու առումով։ Դա չի նշանակում, թե չեն կարող խորացնել, անշուշտ դրա վրա դեռ կարելի է կառուցել, բայց միևնույն ժամանակ ես կասեի, որ կտրուկ փոփոխություններ չեմ տեսնում այս Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության առումով, չնայած որ Բայդենի ադմինիստրացիան անշուշտ շատ ավելի ակտիվ էր ռեգիոնում, բայց երկու ադմինիստրացիաներն են հիմա աշխատում է, շարունակում են աշխատել այն կոնֆլիկտը դիտելով երկու, այսինքն Ադրբեջան, Հայաստան, այլ ոչ թե Ադրբեջանը ավտորիտար, տոտալիտար պետություն է, Հայաստանը երիտասարդ դեմոկրատական պետություն է եւ դա ինչպես է ազդում խաղաղության բանակցությունների վրա։ Այսինքն շարունակելիություն կա, բայց ես չեմ տեսնում Ամերիկայի Միացյալ Նահանգները որպես ինչ-որ խաղացող, որ ավելի կտրուկ դեր կարող է խաղալ այդ կոնֆլիկտ Ադրբեջանի հետ կոնֆլիկտը հարթելու համար եւ այդտեղ հստակ է արդեն որ նախ պետք չէ թերագնահատել թե այդ խաղաղության պայմանագրից ինչ է առաջանալու, բայց միևնույն ժամանակ պետք չէ գերագնահատել եւ թերագնահատել եւ այդ առումով Հայաստանի միշտ պնդել եմ եւ այդ տենդենսը դեռ շարունակվում է կասեի այդ խաղաղության պայմանագիր դա ուղղակի Ադրբեջանին կառավարելու գործիք է քանի որ իրական խաղաղություն կառուցելը դա շատ ավելի երկարաժամկետ process է եւ քանի դեռ Ադրբեջանը անցում չի կատարել նավթային լոգիկայից եւ սկսել կառուցել նորմալ տնտեսություն այդ խաղաղություն կառուցել Ադրբեջանի դժվար կլինի քանի որ շահառու խմբերը չկան թույլ են Ադրբեջանի ներսում բիզնեսները որ երկրների շուրջ իր շուրջ եղած երկրների հետ տնտեսական կապերի միջոցով պիտի առաջ գնան գոյություն չունեն Ադրբեջանի սահմանները մնում են փակ այսինքն սրանք բոլորը լծակներ են որ Ադրբեջանը մեթոդիկ կերպով վերացրել է խաղաղաշինության ինֆրաստրուկտուրան, ինստիտուցիոնալ ինֆրաստրուկտուրան եւ այդ կողմից թե Ամերիկայի կողմից եւ թե Արևմուտքի կողմից ոչ մի հստակ հակազդում չի եղել ես կասեի այդ process-ին եւ այդ առումով նորից եմ ասում Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի բավականին գործիքակազմ է կորցրել կամ վերացրել եւ դա նաեւ ազդում է իր էֆեկտիվության վրա բայց եւ Ամերիկայի արտաքին քաղաքականությունը նաեւ անհատականացված է դեինստիտուցիոնալիզացված եւ այդ առումով պետդեպարտամենտը շատ ավելի մանևրելու քիչ տեղ ունեն քան նախկինում եւ հիմա եւ Թրամփի համար այս ռեգիոնը այդքան է ես չեմ կարծում որ նա ուշադրությամբ հետևում է թե այստեղ ինչ է կատարվում բայց միևնույն ժամանակ ես կասեի որ հարավային Կովկասը շատ կարեւոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար քանի որ այստեղ Չինաստանը արդեն
նավահանգստային դիպլոմատիաների միջոցով լինի դա հայերեն բառերը չեմ գտնում Վրաստանում, լինի դա Ադրբեջանում, Կասպից ծովում, Սև ծովում, այդ արդեն ինֆրաստրուկտուրա է ստեղծել, շատ նման է Չինաստանի վարած քաղաքականությանը Պանամայի կանալում, եւ այդ առումով շատ նման է Հարավային Կովկասը Պանամային, բայց այստեղ տեսնենք թե Ամերիկայի Միացյալ Նահանգները կգիտակցի կհասկանա Հարավային Կովկասի դերը, որ կարողանա կապվածությունը, այդ ինֆրաստրուկտուրաները, որ ստեղծվեն կապվածություն ապահովելու համար, տեղավորվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մեջ։ Դա է խնդիրը, ես կասեի։ Տիկին Օհանյան, մենք խոսում ենք մեր տարածաշրջանում եւ տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, շահերից, այս ամենն ունի շատ հստակ նաեւ գլոբալ համատեքստ, մասնավորապես դա Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու գաղափարի շուրջ, այդ բանակցային գործընթացն է, որը խթանում է Միացյալ Նահանգները եւ ընթանում է մեկ Վաշինգտոն Մոսկվա, Վաշինգտոն Կիև, Կիև Մոսկվա, Ստամբուլյան հարթակում, որի հետ կապված նաեւ Թուրքիայի արտգործնախարարն էր այցելել Մոսկվա եւ Մոսկվան ոնց որ հրավիրում էր Թուրքիային նոր գործարքի մեր տարածաշրջանի շուրջ, բայց Թուրքիան ոնց որ թե անհաղորդ մնաց Ռուսաստանի այդ ցանկություններին, որովհետև Լավրովը մինչ այդ հայտարարություն էր հրապարակել, թե ինչ պետք է խոսեն եւ որտեղ է իրենց տեսակետից համընկնում Թուրքիայի հետ ձգտումները, շահերը եւ այլն, բայց արդեն հանդիպման արդյունքում այդ կոմյունիկեն, որ հրապարակվեց, դրա մեջ կարծեք թե բացի հերթապահ բառակապակցություններից մենք այնտեղ ոչինչ եւ չտեսանք։ Ավելին հիմա Ֆիդանը ուղևորվում է դեպի Կիև, այլ է Թուրքիայի առաջնահերթությունները։ Հիմա դրան գումարած նաև Միացյալ Նահանգներ Իրան բանակցային գործընթացն է, որի հետ կապված, այսպես ասենք, կողմերը օպտիմիզմ են արտահայտում, տեսնենք 5 փուլ անցնելուց հետո տեսնենք ինչ կլինի։ Հիմա մենք այդ համատեքստը եւս ունենք եւ այդ ամենը մակերեսին է։ Ինչպիսի փոխկապակցվածություն եք դուք տեսնում մեր տարածաշրջանում հնարավոր զարգացումների հետ։ Իդեպ Հայաստանն էլ մենք տեսնում ենք համառորեն առաջ է տանում Ադրբեջանին կոնստրուկտիվ դաշտում պահելու այդ քաղաքականությունը, այնուամենայնիվ այս պայմանագիրը ստորագրելու ձգձգելը քաղաքականապես թանկ դարձնելով Ադրբեջանի համար։ Համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, նախ կասեի, որ ինչ վերաբերում է Ռուսաստանին ժամանակն է ցիտել Բրզեզինսկի Կարտերի անվտանգության National Security հարցերով advisor խորհրդատուին, որ Զբիգնև Բրզեզինսկիի մասին է խոսքը, այո, այսինքն որ Ռուսաստանը իր սահմանների շուրջ եղած երկրների միշտ դիտում է որպես վասալ կամ որպես թշնամի, եւ այսինքն այդ միջին տեղը որպես ինքնունի պետություն, որ ուղղակի առաջ է տանում իր շահերը, Ռուսաստանի դիվանագիտական համակարգը, քաղաքական մտածողությունը պատմականորեն չունի ուղղակի, եւ Հայաստանի կոնկրետ առաջ կանգնած խնդիրն այն է, որպեսզի նորից եմ ասում, Ռուսաստանին այսպես ասած սոցիալիզացնի, եւ Հայաստանը շատ լավ կանխադրյալ պայմաններ ունի, այսպես ասած, դա իրականացնելու համար, ի տարբերություն մյուս երկրների, որ դեմոկրատացման ճանապարհն են բռնել, Հայաստանի դեմոկրատացումը տեղի է ունեցել Ռուսաստանի անվտանգության համակարգի մեջ, այսինքն Հայաստանը անդամ է եղել եւ մնում է CSTO եւ Eurasia Economic Union եւ այլն։
Եվ դա Հայաստանին մանևրելու տեղ է տալիս եւ հնարավորություն է տալիս Հայաստանին, որպեսզի Ռուսաստանը սոցիալիզացնի, որ երրորդ սցենար գոյություն ունի, վասալի եւ թշնամու միջև։ Եվ այդ առումով ես Հայաստանի վարած քաղաքականությունը մինչև հիմա ճիշտ եմ համարում, չնայած շատ ավելի ինձ թվում է դեռ կա ավելի ագրեսիվ դիպլոմատիա վարել, այսպես ասած, այդ օրինակ Սյունիքի հայտարարությունը հնարավորություն է տալիս, այսպես ասած, բանակցությունների ջուջիցու օգտագործել, իր օգտագործած բառապաշարը կիրառել իր դեմ։ Նույնն էլ Ալիևի դեպքում, Ալիևը այնքան հաճախ է օգտագործում լիբերալ լեզուն, մարդկային իրավունքներ, ռեգիոնալ ստաբիլություն եւ այլն։ Ամեն անգամ, երբ որ օգտագործում այդ բառապաշարը, Հայաստանի պատասխանը պիտի լինի կոնկրետ առաջարկներ, որը շատ ավելի խոշոր դեմոկրատական ռեգիոնալ կառույցներ կառաջարկի, այլ ոչ թե ուղղակի հակազդել։ Այսինքն դիպլոմատական լեզուն կարող է շատ ավելի ագրեսիվ լինել, այս դիպլոմատական բանակցային ջուջիցու գաղափարի մեջ տեղավորվելով։ Եվ ինչ վերաբերվում է Ամերիկայի վարած քաղաքականության Ուկրաինայի պատերազմում, նախքան Տրամպը ընտրվեց եւ երբ որ ասաց, որ առաջի 24 ժամվա մեջ կոնֆլիկտը կլուծեն, շատ հստակ էր կոնֆլիկտների վերլուծությամբ զբաղվող բոլոր հետազոտողներին, դա շատ հստակ էր, որ կոնֆլիկտները այդպիսի այդ տիպի կոնֆլիկտները չեն ինչ է նշանակում լուծել, եւ ինչ են, այսինքն դա հստակ բազմազան սցենարներ այնտեղ կան, եւ ընդհանուր առմամբ քանակական հետազոտությունները ցույց են տալիս, եւ որ այդ տիպի կոնֆլիկտները շատ ավելի հավանական է լավագույն դեպքում, որ կմնան այսպես սառած պատերազմի վիճակում, քան թե այսինքն ամբողջովին ռազմական ձևով երբ Ռուսաստանը չի կարողանում Ուկրաինային վերացնել, չնայած կուզենար եւ ամբողջովին գրավել, դա հստակ էր, որ չի հաջողվելու ու չի հաջողվել եւ մյուս կողմից էլ ամբողջովին լուծումել հնարավոր չի։ Այսինքն հավանականությունը այն, որ այս բանակցությունների դինամիկան ընդհանրապես կոնֆլիկտը հանգեցնելու է սառած վիճակի, շատ ավելի բարձր է, քան թե մյուս ալտերնատիվները։ Եվ բացի այն, Ռուսաստանը էլի նաև հստակ էր, որ Կրեմլինը չի բանակցելու, քանի որ փոքր, բայց տարածքներ է գրավում եւ Ռուսաստանի քաղաքական, այսպես ասած, միտքը նրանք տարածական տարածքների գրավելը համարում են հաղթանակ, որը միշտ Ռուսաստանի պատմության մեջ հանգեցրել է ինստիտուցիոնալ կորուստների, դա թույլատնում է Ռուսաստանի պետությունը, բայց քանի որ Պուտինը իր հեղինակը դարձել է իր պատերազմը, Պուտինի հեղինակությունը կախված է այս պատերազմից, Պուտինը դրա համար Պուտինի շատ մաքսիմալիստ պահանջներ է թելադրում, որը հնարավոր չէ, այսինքն եւ Տրամպը իմ կարծիքով սխալ է վարում քաղաքականությունը, քանի որ սանկցիաների ռեժիմը պետք է ուղղակի խորացի, որ կարողանաս բանակցել, շատ խաղաղ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ չի օգտագործում, այդ առումով, այսինքն ինչ տարբերությունը այս պատերազմի, Ուկրաինայի պատերազմի եւ դիպլոմատիան Իրանի շուրջ, տարբերությունն այն է, որ շատ ավելի հեշտ է պատերազմ սկսել, քան թե այն դադարեցնել, եւ Տրամպը համար շատ ավելի ռեալ է, իրական է հաջողության հասնել Իրանի բանակցություններում, քանի որ այստեղ դու պատերազմ չունես, քո գործի նպատակը ընդհանրապես պատերազմ կանխարգելն է եւ ինքը պատերազմ չի ուզում բիզնեսմեն լինելով պատերազմը շատ մեծ խոշոր դիվանագիտական այսպես ասած գլխացավանքներ կոպիտ ասած կստացվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ ինքը ընտրվել է արդեն ինքը Բայդենը դրանից առաջ Օբաման ամերիկյան հասարակությունը չի ուզում նոր պատերազմներ, այսինքն որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավվի այդտեղ եւ ես այդ պատճառով դիպլոմատական առումով շատ դժվար է Ռուսաստանի պատերազմը դադարեցնել Տրամպի համար, քան թե prevent անել հնարավորություն չտան, որ Իրանում Իրանում եղած բան։ Եվ այդ առումով ինձ թվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ավելի հաջողության կհասնի Իրանի թատերաբեմում, քան թե Ուկրաինայում, որ այնտեղ հատկապես որ Արևմուտքը, Եվրոպան առաջ է զարգանում է, սա նրանք արդեն հստակ դիտում են որպես իրենց պատերազմը, Ռուսաստանը արդեն հստակ
ռազմականացրել է այդ թատրոնը, արդեն 1-2 հստակ էր, որ դա այդ ռազմականացված թատերաբեմը, ռազմական թատերաբեմը այդպես պիտի շարունակի պարակտի Եվրոպան մի որոշ շրջան, քանի դեռ փոփոխություններ չեն եղել Ռուսաստանի ներսում, Պուտինից հետո անկախ նրանից չեմ կարծում թե Ռուսաստանը կդառնա լիբերալ պետություն, բայց հաջորդ ղեկավարը սա Ռուսաստանի շահերից չի բխում, այս պատերազմը շատ թանկ է եւ միայն Պուտինից հետո եկող ղեկավարը այս պատերազմը կարող է կանգնացնել իմ վերլուծություններով։ Տիգին Օհանյան, եւ ամփոփելով, տեսեք դուք համեմատության մեջ դրեցիք հնարավորությունը հասնելու արդյունքի Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու գաղափարի շուրջ եւ Իրանի հետ բանակցությունները, որում եզրակացնելով, որ Իրանի հետ այնուամենայնիվ շատ ավելի շատ հիմքեր կան լավատեսության ի տարբերություն Ռուսաստանի հետ։ Իսկ Իրանի հետ էլ այնուամենայնիվ դեռ այդ պայմանագիրը, համաձայնագիրը դեռ պետք է մշակվի, դրա շուրջ են բանակցում, հիմա նորից վերադառնանք մեր տարածաշրջան։ Հայաստանն ու Ադրբեջանն ըստ էության ավարտել են համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները եւ ըստ էության մնում է ստորագրումը, ինչին համառում է Ադրբեջանը։ Ինչ եք կարծում, կան հանգամանքներ ձեր կարծիքով, որ Միացյալ Նահանգներում կբերեն այն մտքին, որ կարելի է, ինչպես ասում են, թաթախվել այս գործընթացի մեջ եւ հասցնել իր տրամաբանական վերջաբանին, ինչը իհարկե Թրամփի համար խիստ շահեկան էլ կլինի նաև միջազգային ասպարեզում ի վերջո իր այսպես հովանավորությամբ տեղի ունենում շուրջ 40 տարվա հակամարտության կարգավորում եւ խաղաղության համաձայնագրի կնքում։ Համեցեք։ Համաձայն եմ ձեր հետ Ռուբեն, որ սա շատ ավելի հեշտ լուծվող, սա հնարավորություն կտա Թրամփին, այո, թաթախվել եւ ավարտի հասցնել այս առումից տեղյակ չեմ, այսինքն ես կառավարության ներսում չեմ, որպեսզի հասկանամ ինչ խոսակցություններ են գնում, բայց կասեի, որ Իրանի բանակցություններն էլ շատ ավելի հավանական է, որ հաջողությամբ ավարտվեն, են, քանի որ այնտեղ արդեն մեկ փորձ կա, մի համաձայնագիր արդեն ստորագրվել է, այսինքն այդ նախկին բանակցությունների փորձը կարևոր է, ապագայում եղած բանակցությունները ինչպես կլուծվեն։ Դա էլի, եւ այն, որ Իրանը բավականին թուլացած է Իսրայելի կողմից, դա էլ նրան ավելի բանակցությունների սեղանում ավելի կոնստրուկտիվ շրջան կտանի։ Եվ եթե դա լուծվեց, արդեն ճնշումը Ալիևի վրա ավելի է ուժեղանում։ Բացի այն, որ անկախ նրանից, թե Ալիևը ստորագրի, թե չստորագրի, ճիշտն ասած, անկեղծ ասած կարևոր չէ իմ համար այն առումով, որ նույնիսկ եթե ստորագրեց, պիտի փորձի անընդհատ կոնֆլիկտի փոքր կրակներ պահել, որպեսզի ներս շարունակի բանակցի Ռուսաստանի հետ, իր կարևորությունը Ռուսաստանի համար բարձրացնի, ներսում իր ռեժիմի ստաբիլությունը ապահովի, եւ այսինքն Հայաստանը կարողացել է հասնել, այսպես ասած, նեգատիվ խաղաղության Ադրբեջանի հետ, որի հետևում կանգնած է Ռուսաստանը, այսինքն անշուշտ պատերազմ հնարավոր է, չի կարելի դա ամբողջովին հնարավորությունը կա, բայց շատ քիչ է, քանի որ ի տարբերություն 2021-ի, 2022-ի, նույնիսկ 2023-ի, քանի որ Հայաստանը առաջին նոր դաշնակիցներ ունի, որոնք դեմոկրատական երկրներ են, եւ դրանք ավելի կանխատեսելի, վստահելի դաշնակիցներ են, երկրորդը դիպլոմատական այցերի չափը շատ բարձր է Հարավային Կովկասում, որը նաեւ նպաստում է ագրեսիայի դեմ նորմերի ամրացմանը։ Եվ այդ առումով Հայաստանը կարող է եւ պետք է շարունակի Եվրոպայի հետ խոսակցությունները վարել ամեն այս նորմատիվ իրավական դաշտը փոխելու համար։
ամրացնելու համար։ Այսինքն ճնշում Ալիևի վրա շատ ուժեղը, հատկապես որ ինքը ստիպված օգտագործում է լիբերալ բառապաշար, դրսից լեգիտիմություն ունենալու համար, Հայաստանը պետք է ուղղակի օգտագործի այդ բառապաշարը, այսպես ասած ստավկաները բարձրացնելու համար, շատ ավելի առաջարկելով, ռեգիոնը ավելի դեմոկրատական, ավելի ստաբիլ դարձնելու համար, բայց մի կարևորություն նաև այն, Ալիևի շահերից բխում է որոշ անվտանգության կամ կոնֆլիկտի ֆոն պահելը, դա Ռուսաստանի շահերից էլ է բխում, բայց Ադրբեջանի ժողովրդի շահերից դա բոլորովին չի բխում, քանի որ այդ նավթային պաշարները, որ արդեն սպառվում են, լոգիկա, կանաչ տեխնոլոգիաները առաջ են ընթանում, Ադրբեջանը արդեն հետ է մնացել իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու process-ից, որը քաղաքական process է, դա տեխնիկական process չի։ Եվ Ադրբեջանի պետությանը անհրաժեշտ են ստաբիլ սահմաններ, որպեսզի կարողանա այդ անցումը, այդ տնտեսական անցումը Հարավային Կովկասում ապահովել։ Եվ այդ առումով ես նաև կասեի, որ Ադրբեջանի հետ բանակցելուց կարևոր է այդ դիպլոմատական բանակցային բառապաշարը բաժանել, Ալիևի հետ ինչպես ես խոսում եւ դա ինչ է նշանակում Ադրբեջանի ժողովրդի համար։ Բայց Հայաստանի համար անվտանգություն ստեղծելը դա ներսից է։ Հայաստանի պետականությունը պետք է ամրացվի, Հայաստանի դիպլոմատիան շարունակի դիվերսիֆիկացնել եւ որ շատ կարեւոր է հսկա, այսպես կասեի, թիրախ trap, կներեք, ծուղակ կա, աշխարհաքաղաքական ծուղակի մեջ չընկնի Հայաստանը։ Քանի որ Հայաստանը փորձում է դեպի արևմուտք հարաբերությունները խորացնել, շատ կարեւոր է որ դա չդառնա Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև կռվախնձոր, այսինքն եւ Հայաստանը այնպես է տեղավորված, որ կարող է այդ process-ը առաջ տանել, այսինքն ուսումնասիրել Վրաստանի շատ նեգատիվ փորձը, Ուկրաինայի նեգատիվ փորձը եւ շարունակել իր պետականաշինությունը Եվրոհամայնքի կոնտեքստում, բայց առանց դա դարձնելու քո պետականության ինքնություն։ Դա համար, այսինքն պետք է այդ process-ը դեպի Եվրոհամայնք շարժը ընդհանրապես սահմանափակել արտաքին քաղաքականության որպես սցենար, այլ ոչ թե պետականության ինքնության հարց։ Հայաստանի քանի որ դա Ռուսաստանը շատ արագ կօգտագործի, եւ այս պահին շատ եմ կարևորում, որ եւ էլի սա շատ երկրներում խնդրեմ է, որ չնայած Հայաստանում բևեռայնացվածությունը այն աստիճանի չէ, ինչպես օրինակ Վրաստանում կամ այլ երկրներում, բայց գոնե դիսկուրսի մակարդակով, գոնե պարլամենտի խոսակցությունների մակարդակով այն տպավորությունն է ստացվում, որ Հայաստանը խորը բևեռացված երկիր է։ Չնայած որ այդպես չի, բայց դա բևեռայնացվածությունը եթե խորացավ, դա ուղղակի դառնում է Ռուսաստանի համար գործիք եւ ուղղակիորեն ազդելու է Հայաստանի դեմոկրատացման process-ին, այնպես որ դա ես նաև կամրացնեի, կառանձնացնեի որպես պրոբլեմ, այսինքն որպեսի Հայաստանում հատկապես որ ընտրություններ են գալիս, անհրաժեշտ է կոնսենսուս, չնայած թերևս կա կոնսենսուս, այսինքն սա մի ազգ է, որ արդեն քանի է շատ ծանր պայմաններում ընտրությունների հետևից գնաց, սա շատ ողջունելի է, շատ կարևոր է, բայց անհրաժեշտ է հասարակական նորմերի առումով կոնսենսուսը ամրացնել, որ Հայաստանի պետության, հայ ժողովրդի գոյատևումը կախված է իր դեմոկրատական համակարգերի նորմերի ամրացումից։ Խոշոր երկրները, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են դեմոկրատական անկում է այնտեղ, բայց նրանք հսկա պետություններ են, հսկա պատմություն ունեն, նրանք տեղ ունեն ուղղվելու, նրանք հսկա տնտեսություն ունեն, Հայաստանը սխալվելու տեղ չունի, ընդամենը այդ է ասածս, բայց Հայաստանի դեմոկրատական ակունքները շատ ավելի խորն են եւ այսինքն կզգուշանայի որպես կապել Հայաստանի դեմոկրատիան Եվրոհամայնքի հետ, ինչպես որ Ադրբեջանը, կներեք Վրաստանը արեց, այսինքն դա շատ վտանգավոր ծուղակ եմ համարում, որ Հայաստանը պիտի շարունակի
դեմոկրատացման process-ը իր ձեռքերում պահել, միևնույն ժամանակ Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնել եւ միևնույն ժամանակ Ռուսաստանի նեոկայսրական անկման process-ը կառավարել։ Շատ շնորհակալ եմ Տիկին Օհանյան, ձեր այս չափազանց կարևոր դիտարկումները եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար, իդեպ նաեւ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա առթիվ ամենայն բարիք ձեզ։ Շնորհակալ եմ։ Ձեզ շատ շատ կարևոր, շնորհակալություն։ Ստեսություն ձեզ, մինչ նոր հանդիպում։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Աննա Օհանյանին Մասաչուսեթս նահանգի Stonehill College-ից, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի եւ մեր տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող մի շարք իրադարձությունների եւ գործընթացների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք Առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, Առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակենք օրվա թեմայի քննարկումը, ինչպես հայտնի է Ռուսաստանի պաշտպանության նախարարն է ինչ-որ լարվածություն տեսել Սյունիքի մարզի շուրջ, մի բան էլ, որ լարվածությունը շարունակվում է, դա Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է ինչ-որ մի զինվորական բարձրաստիճան զինվորականների հետ մի հավաքի ժամանակ ինչ-որ կոնֆերանս անհասկանալի անվանումով, որին հայկական կողմը չի մասնակցում ու շատ ճիշտ է անում, որ չի մասնակցում։ Բացի դրանից քիչ առաջ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն է շնորհավորել Ադրբեջանի նախագահ Ալիևին անկախության օրվա հետ կապված, ինչպես հայտնի է այսօր եւ Հայաստանն է նշում Առաջին Հանրապետության օրը եւ հենց պատմությունից էլ հայտնի է, որ հենց այս նույն օրը Ադրբեջանը եւս իր անկախությունն էր հռչակել 1918-ին եւ Ադրբեջանում այսօրը նշվում է որպես հենց հիմնադրման օր, անկախության օրը այսօր է Ադրբեջանում։ Դոնալդ Թրամփը իր շնորհավորանքի մեջ վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակելու սատարել խաղաղության հաստատմանը երկարաժամկետ խաղաղության հաստատմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ նշում, որ հենց հիմա է պահը այդ խաղաղությունը հաստատելու։ Այս ամենը տեղի է ունենում նաեւ Ֆիդանի մոսկովյան այցի ֆոնին։ Դրան նախորդող օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը մի հայտարարություն է տարածում, նշելով իբր Ռուսաստանի եւ Թուրքիայի ընդհանուր շահը մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու process-ները մեր տարածաշրջանում կանխատեսելի հունի մեջ պահելու եւ բոլոր հարցերը 3+3 ձևաչափում լուծելու համար։ Մենք այս բանակցությունների հետ կապված հաղորդագրություններից հասկանում ենք մի բան, որ Թուրքիային այլ բան է հետաքրքրում, այլ ոչ թե այդ նոր գործարքի հրավերը Մոսկվայի կողմից։ Թուրքիան հարթակ է մնում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ընթացող այս բանակցային գործընթացում եւ Թուրքիան մեծ կարեւորություն է տալիս իր այդ դերին եւ Ֆիդանի այցը ավելի շատ դրա մասին էր, քան Լավրովի երազանքների մեր տարածաշրջանում։ Եվ դրանից հետո է, որ արդեն հնչում է այս Բելաուսով ազգանունով այդ պաշտպանության նախարարի այդ անհասկանալի, թվում է թե անհասկանալի հայտարարությունը։ Բացի դրանից էլ այս հայտարարությունն ըստ էության հաջորդում է
նաև Երևանյան այցերին, այն Լավրովի սկանդալային այցին Հայաստան եւ դրանից հետո Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի այցին, որի ընթացքում շատ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Եվ մի կարևոր հանգամանք եւս։ Այնուամենայնիվ Ռուսաստանը շատ է ցանկանում Սյունիքում բացել մի հյուպատոսություն, թե ինչի համար, բնականաբար հաշվի առնելով ռուսական պրակտիկաները, պարզ է ինչի համար, հա, Գյումրիում էլ մի հյուպատոսություն ունեն, տեսնում ենք ինչով է զբաղվում, եւ հայկական կողմը ըստ էության ոնց որ թե մերժում է ռուսներին իր այդ երազանքը իրացված տեսնելու մեջ։ Մինչդեռ Ֆրանսիայի պարագայում այո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գորիսում ֆրանսիական հյուպատոսություն բացվելու է։ Փորձենք հասկանալ ով ինչ է ուզում եւ ով որտեղ է այս դասավորության մեջ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է կոնֆլիկտաբան, արևելագետ եւ Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանը։ Բարով եք եկել, պարոն Խառատյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Խառատյան, դուք ուշով հետևում եք այս իրադարձություններին, որոնք ես հիշատակեցի իմ նախաբանում, ձեր կարծիքով այս պահի դրությամբ ինչպիսի համայնապատկեր է ձևավորվել եւ ինչ եք տեսնում, դուք համեցեք։ Դե սկսենք Մոսկվայից հնչած այսօրվա հայտարարությունից, որտեղ կարծեք թե ինչ-որ նախանշան է նրա, որ գուցե պետք է ակնկալել, որ Սյունիքում կարող է ինչ-որ էսկալացիա լինել, հենց այնպես այդպիսի հայտարարություն չէր լինի, չնայած գիտենք բոլորս Հայաստանում ապրողներն էլ, որ առանձնապես որևէ լարվածության մասին դեռևս խոսք չկա, եւ գուցե սա նախապատրաստական ինչ-որ բան է, եւ պետք է ուշադիր լինել, չեմ կարող ասել, թե սա առաջիկայում դրսևորվելու է էսկալացիայով կամ որևէ այլ կերպ, Համենայն դեպս նման հնարավոր լարվածություն բնականաբար կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը որոշի ինչ-որ գործողություն իրականացնել, ինչու է այս հայտարարությունը գալիս հիմա Մոսկվայից, թերևս ավելի ուշ կհասկանանք, կախված նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Բայց ինչպես նշեցիք, կարծում եմ առավել կարևոր է հասկանալ Ռուսաստան-Թուրքիա հարթության մեջ Հարավային Կովկասի քննարկումները, ինչպես ասացիք, Ֆիդանի այցը Մոսկվա եւ համատեղ ասուլիսը տեսանք Լավրովի հետ, որտեղ առաջնահերթությունները սկսվում էին Սիրիայից, Լիբիայով մինչև Ուկրաինա, ինչպես նշեցիք, այսինքն Ստամբուլյան բանակցություններ, որը երկկողմ է փաստացի եւ որտեղ առանց որևէ երկկողության Լավրովը հայտարարեց նաեւ, որ հենց այս ֆորմատը մեծ համար ընդունելի է նաեւ առաջիկայում, այսինքն պետք է ենթադրել, որ Թուրքիան կարող է դառնալ ռուս-ուկրաինական բանակցությունների առանցքային հարթակներից։ Բայց Հարավային Կովկասը նույնպես երկկողմ օրակարգում կարևորվել է եւ բայց տարբերություն կար նախարարների արձագանքում Լավրովը ձեր նշած 3+3 ֆորմատի մասին խոսեց, այսինքն Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ ուրեմն Թուրքիա, Իրան եւ Ռուսաստան կոնտեքստն է, որտեղ գիտենք, որ Վրաստանը դեռևս չի մասնակցել, սակայն ֆորմատը պահպանվել է այդպես եւ ըստ էության արդյունքներ չենք տեսել, ինչին անդրադառնալիս Ֆիդանը նշեց այլ բան, ասաց, որ Ադրբեջանն այս պահին իմաստուն քաղաքականություն է իրականացնում Հարավային Կովկասում, ըստ էության հաստատելով կամ վերահաստատելով այն, որ Թուրքիան բնականաբար Ադրբեջանի միջոցով է Հարավկովկասյան քաղաքականությունը շարունակելու, այսինքն որևէ արձագանք չեղավ 3+3 կոչվածին կամ 3+2 կոչվածին եւ սա թերևս կարելի է ենթադրել, որ շարունակում է լինել առավելապես ռուսական նախաձեռնություն եւ այնպես չի, թե մյուս խաղացողները այդպես շահագրգռվածություն են ցուցաբերում այս ֆորմատով աշխատելու։ Ես ենթադրում եմ, որ Թուրքիան Հարավային Կովկասում շարունակելու է իր առանձին մոտեցումները, այսինքն երեք երկրների հետ առանձին է շարունակելու իր քաղաքականությունը, որը պիտի ենթադրել նաև, որ Հայաստանի հետ որոշակի ինտենսիվ խոսակցություններ է բերելու առաջիկայում, գուցե որոշակի այցելություններ նույնպես կարող է տեսնենք, բայց այս ամենը մի կողմ առավել կարևորը իհարկե այն է, որ փաստացի Թուրքիան եւ Ռուսաստանը
այլևս Հարավային Կովկասում խոսում են բազմակողմ ֆորմատներով համագործակցության մասին։ Ինչպես հիշում եք 44-օրյա պատերազմից հետո Աղդամում ստեղծվեց այսպես կոչված ռուս-թուրքական կայանը, որը այլևս գոյություն չունի, եւ ըստ էության Ռուսաստանը փորձում է գտնել Հարավկովկասյան համատեքստում մյուսների հետ շփվելու այլ կերպ, որը դեռևս գոնե մինչ այս պահը կարելի է ասել մյուսների կողմից մեծ շահագրգռվածություն չի ցուցաբերում։ Տեսնենք առաջիկայում կերևա, բայց ակնհայտ է, որ ռուս-թուրքական օրակարգում, եթե 5 հարց կար, այսպես ասած, նախարարների մեջ միջև խոսակցության, ապա մեր տարածաշրջանը եւ մեր խնդիրները նույնպես եղել են օրակարգում, տեսնենք թե սա ինչ է դառնալու նախարարների եւ երկրների մոտեցումների հարցում։ Որ ի շարունակություն այս հարցի, պարոն Խառատյան, ձեր կարծիքով դուք որպես կոնֆլիկտաբան այս դասավորության մեջ դուք տեսնում եք արդյոք կոնֆլիկտային պոտենցիալ կամ էսկալացիայի պոտենցիալ հենց տարածաշրջանի ներսում, թե ռուսները ուզում են ուղղակի լրացուցիչ լիցք հաղորդել էսկալացիային, այնպիսի տպավորություն է, որ դրանով իսկ Ռուսաստանը մեկնարկ է տալիս մի տեղեկատվական ֆոնի, որը, այսպես ասենք, ավանսով կարդարացնի հնարավոր էսկալացիան առաջիկայում, բայց այդ էսկալացիան ունենալու է քաղաքական գին, որը պարզ է, որ Ադրբեջանը պետք է վճարի, իսկ ռուսները, այո, նաստամնիետ մարտավարությամբ են առաջնորդվելու եւ հարց է առաջանում Ադրբեջանին սա այս անգամ ինչին է պետք համաձայն։ Տեսեք, պիտի եթե ուզում ենք դիտարկել ռուսների հետագա ներգրավվածությունը, պիտի նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններին անդրադառնանք, որտեղ բնականաբար գիտենք, որ կան բավականին այսպես ասած վերջին շրջանում իդերև են ելել որոշ լրացուցիչ խնդիրներ, հատկապես հիշում եք ինքնաթիռը, որը Հյուսային Կովկաս թռիչքի ժամանակ խոցվել էր, հետո Ալիևի ինքնաթիռի վերադարձը, երբ որ ԱՊՀ հավաքին էր գնում եւ վերադարձավ եւ որոշ տեղեկություններով գիտենք, որ ինքնաթիռի GPS-ը Ռուսաստանի տարածքում չի գործել եւ դա է ինչից հետո Ադրբեջանը անթակույց ասում էր, քանի դեռ ներողություն չենք լսել Մոսկվայից, ուրեմն խոսելը իմաստ չունի։ Հիշեցնեմ նաև, որ Ալիևը չգնաց մայիսի 9-ի ուրեմն մոսկովյան միջոցառմանը, որը նախապես կային շարքումներ, որ ենթադրաբար պիտի լիներ։ Հիմա որքանով են լուրջ ռուս-ադրբեջանական, այսպես ասած, հարաբերություններում լարվածությունը, տեսնենք առաջիկայում, բայց ակնհայտ է, որ որոշ սառածություն կա եւ Թուրքիան Ադրբեջանը այս ժամանակահատվածն օգտագործելու է նաեւ Թուրքիայի հետ մեկտեղ Հարավկովկասյան որոշ ծրագրերում առաջընթաց ապահովելու տեսանկյունից, իրենց դիրքերից։ Ես վստահ չեմ, թե Ռուսաստանը մինչև վերջ, նայեք, հիշեցնեմ նաեւ, որ այս ասուլիսի ընթացքում խոսք չեղավ Հայաստան-Ադրբեջան համաձայնեցրած խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, այսինքն փաստացի Ռուսաստանը առանձնապես շահագրգռություն կամ հետաքրքրություն ցույց չի տալիս, ցույց չի ցուցաբերում Ադրբեջանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերություններում որևէ կարգավորման, որովհետեւ ինչպես տեսնում եք, նաստամնիետը ակտուալ է դառնում նաեւ այս տեսանկյունից։ Ուստի պիտի հասկանանք, թե նաեւ եթե խոսում ենք ընդհանուր առմամբ տարածաշրջան, ապա Վրաստանը ինչ դերակատարություն է ունենալու այստեղ։ Վերադառնալով 3+2 կամ 3+3-ին լսել ենք նաև, որ առաջիկա այդպիսի հանդիպումը կարող է տեղի ունենալ Հայաստանում եւ կախված նրանից, թե որքանով է Վրաստանի հնարավոր մասնակցությունը հավանական, որովհետեւ պիտի հիշեցնենք նաև, որ Վրաստանը նախկինում չէր մասնակցում այս հավաքներին, առավելապես արևմտյան ճնշումների ներքո, իսկ այս փուլում Վրաստանի գործող քաղաքական մեծամասնության հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի հետ ընդհանուր առմամբ թերևս պատմականորեն ցածր մակարդակի են, ուստի կարող է այնպես լինել, որ սա դառնա նաև Վրաստանի համար ֆունկցիոնալ ֆորմատ, բայց ես վստահ չեմ, թե դա լուրջ որևէ արդյունք է տալու, ինձ մոտ տպավորություն է, որ մինչ այս պահը պարզապես այսպես ասած ֆորմալ կոնտեքստ է ձևավորած, որտեղ
ինչ որ հարցեր կարող են քննարկել, բայց որևէ կոնկրետ աշխատակարգ առաջիկա անելիքներ այս ֆորմատում դեռևս տեսանելի չեն, ուստի առավելապես տեսնելու ենք Ռուսաստանի առանձին ներգրավվածությունը հարավկովկասյան 3 պետություններում եւ ոչ բազմակողմ որևէ նոր ֆորմատով։ Պարոն Խարատյան, Լավրովը Երևանում իրեն բավականին անբռնազբոս էր պահում, մեզ հուշում էր, թե ինչ անենք, ինչ չանենք, ինչի իրավունք ունենք, ինչի իրավունք չունենք, ինչ պետք է հաշվի առնենք, որ Ֆրանսիան թշնամի է, եւ մենք դա էլ պետք է հաշվի առնենք, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Բացի դրանից էլ Սյունիքում ուզում էր հյուպատոսություն, բայց Մարիա Զախարովայի արձագանքից, որ այդ լրագրողի հարցը վերահասցեագրեց այսպես հայկական կողմին, հա, պարզ է դառնում, որ հայկական կողմը ամենևին էլ չի ցանկանում այդ հյուպատոսությունը բացվի կապանում։ Մինչդեռ զուգահեռաբար ֆրանսիականն է բացվում Գորիսում։ Եվ այդ Բելոուսովի արված այդ հայտարարությունը այդ իբր էսկալացիայի, պահպանվող էսկալացիայի շուրջ վերաբերվում է Սյունիքին, ձեր մեկնաբանությունը։ Իսկապես դեռևս 2021 թվականից նախնական համաձայնություն կար Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն կամ հյուպատոսություն բացել Սյունիքում եւ այս գործընթացը երկարաձգվում է եւ այո ակնհայտ է որ Հայաստանը հայկական կողմը առանձնապես մեծ շահագրգռություն չի ցուցաբերում այս հարցում տեսանք որ Իրանը անմիջապես պատերազմից հետո բացեց նման հյուպատոսություն եւ այդ հարցում գոնե խնդիր չենք տեսել Հայաստանը արագ կերպով ուրեմն ապահովեց Իրանի այդ հետաքրքրությունը եւ ցանկությունը կապանում Ֆրանսիան այլ պարագա է իհարկե ես ենթադրում եմ որ ենթակառուցվածքային ծրագիր է սպասվում Սյունիքում հիմնականում ճանապարհաշինության ուղղությամբ որտեղ ամենայն հավանականությամբ ֆրանսիական ընկերություն ենք տեսնելու բավականին խոշոր ծրագիր իրականացնող եւ նաեւ ֆրանսիական ընկերության ներկայություն այդ թվում նաեւ թերևս ոչ փոքր թվով ֆրանսիացի մասնագետների ներկայություն եւ բացի ամեն ինչից բացի քաղաքական ներկայությունից այստեղ նաեւ պրակտիկ նշանակություն է ունենալու հյուպատոսությունը տեսենք թե ինչ է լինելու Ռուսաստանի հետ այս հարցում, որովհետև փաստացի 2 տարի է քննարկվում է, 3 տարի է քննարկվում է հնարավոր հյուպատոսության հարցը, ավելին անցյալ տարի հիշում եմ, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում էր, թե Հայաստանի հետ արդեն հստակ համաձայնություն կա ժամկետների վերաբերյալ, բայց ուրեմն առաջընթաց չենք տեսնում, ինչը դիվանագիտական լեզվով ասած այո ասելով ոչ ենք ասում կամ երկարաձգում ենք մինչև այն կետը, երբ կտեսնենք, որ գուցե դրա նշանակությունը կամ կարևորությունը կնվազի։ Բայց այդ էլ մի կողմ դնենք։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության, առանձին երկրների, մեր արևմտյան պարտներների հետ, այդտեղ Ռուսաստանի դիրքորոշումները մեծ համար պարզ են, լսել ենք քանիցս, ավելին Լավրովը ինչպես ամենուր հայաստանյան այցի ընթացքում հնարավորությունը օգտագործեց ռուսական դիրքորոշումներն առավելապես Ուկրաինայի հարցում եւ արևմուտքի հետ հարաբերություններում իրենց զրույցի կետերը ասելու համար, բայց դրանից ոչ ավել կամ փաստացի որևէ սպառնալիք ես չտեսա իր խոսքում, պարզապես ժամանակներն են տարբեր, մենք տեսնում ենք, որ Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասելույցում խոսում է հայերենով, մենք այսպեսի շատ նախադեպեր չենք ունեցել, ինչը ռուսական կողմի համար կոնկրետ ազդակ է, չէ՞։ Զուգահեռաբար տեսնում ենք նաև, որ բավականին տարբերվող դիրքորոշումներ են արտահայտվում եւ այնպես չի, թե ականջահաճո տեքստեր են հնչում Ռուսաստանի համար Երևանից անգամ նախարարի այցի ընթացքում։ Ես սա ասում եմ, որպեսզի հստակեցնենք, որ հարաբերությունների որակը եւ կերպը էապես փոխվել է նրանից, ինչ ունեցել ենք նախկինում։ Նաև ուզում եմ նշել, որ բավականին զգուշավոր էր Լավրովի տեքստը, ասելիքը, այսինքն կտրուկ տեքստեր չէին հնչում, նույնիսկ այն կնճռոտ հարցերի շուրջ, որտեղ իրենց դիրքորոշումը կամ իրենց նարատիվը էապես տարբերվում է մերից, ինչ վերաբերում է հապկին, ինչ վերաբերում է
սեպտեմբերյան 21 թվականի էսկալացիային ջերմուկում տեղի ունեցած ադրբեջանական հարձակումներին եւ հայկական հողերի օկուպացիային, այսինքն այս բոլոր հարցերի շուրջ դիվանագիտական նուրբ լեզվով եւ շրջահայացորեն էր խոսում Լավրովը, հաշվի առնելով իր ոճը, հա, այսինքն հաճախ շատ կոպիտ արտահայտություններ անելիս, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ռուսական կողմն այնուամենայնիվ փորձում է ինչ որ կերպ նոր երկխոսության կամ խոսակցության, այսպես ասած, հիմքեր դնել Հայաստանի հետ, գոնե վիզուալ տարածքում, որովհետև փակ դռների ետևում բնականաբար խոսակցությունն այլ կերպ է ընթանում, չգիտեմ որքանով են հաջողելու, բայց կարծեք թե նման փորձ է նկատվում եւ ես ասեմ կրկնեմ իր Լավրովի տեքստերը, որ վերաբերում են Ֆրանսիային կամ Եվրամիությանը կամ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններին, առավելապես ավելի ընդհանուր կոնտեքստում էին, ինչ խոսք նաեւ կարելի էր տեսնել այդտեղ Հայաստանի հետ կապված իրենց դիրքորոշումներ, բայց դրանք հասկանում են, որ չի փոխվելու եւ փաստացի էական ազդեցություն Ռուսաստանը չի կարող ունենալ առնվազն երկկողմում Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացմանը, դե իսկ Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացներում էլ կարծում եմ կոնկրետություն է մտցվել առ այն, որ Հայաստանը դեռևս ֆորմալ չի դիմել Եվրամիության անդամակցությանը, քաղաքական գործընթացներ կան Հայաստանում, որոնք այո, այդպիսի միտում են դրսևորում, բայց ֆորմալ իմաստով որևէ էական փոփոխություն դեռևս չկա, ինչը կարծում եմ ռուսական կողմի համար էլ հասկանալի է, որ ժամանակի հարց է թերևս, որովհետև միևնույն է գոնե այս փուլում Հայաստանը ընտրել է այդ ուղղությունը, այդ ուղին եւ տարբեր խողովակներով շարունակելու է խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը։ Պարոն Խարոզյան, եւս մի կարևոր ասպեկտ, տեսեք, Ռուսաստանն այնուամենայնիվ խարխափում է նոր հնարավորություններ մեր տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու եւ հայացքն ուղղել էր դեպի Թուրքիա, առաջարկելով այդ 3+3-ը, որին ինչպես դուք նշեցիք, որ ըստ էության Ֆիդանը մեծ նշանակություն չտվեց եւ կարծեք թե ինչ որ ոսկոր շպրտեց Երևանի եւ Բաքվի միջեւ, որ ասելով դե մենք ուզում ենք, հա, որ Երևանում եւ Բաքվում լինեն հաջորդ հավաքները, դուք էլ նենց որոշեք թե ինչ, ոնց, որտեղ դրանք կարող են տեղի ունենալ եւ այնպես դասավորվեց, որ Երևանն ու Բաքուն էլ վերցրեցին ու մի այլ բանի մասին այսպես պայմանավորվեցին, որ այդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը պետք է լինի 26 թվականին Երևանում, 28-ին Բաքվում եւ 3+3-ն էլ հոդս ցնդեց ըստ այդմ ձեր մեկնաբանություն։ Այն փաստը, որ Փաշինյանի Ալիև որոշակի երկխոսությունը Տիրանայում շարունակվեցին եվրոպական համայնքի հանդիպման կոնտեքստում, բնականաբար որոշ իմաստով ի ցույց է դնում, թե որ համատեքստում են կողմերը առավել արդյունավետ գուցե քննարկումներ իրականացնում, բայց երկկողմում է լինելու լուծումներ նստից առաջիկայում։ Ինչը իհարկե կրկնեմ գոնե ֆորմալ կամ հրապարակային որևէ կերպ չողջունվեց Ռուսաստանի կողմից, այսինքն մեծ հաշվով պարզ է, որ Ռուսաստանի ցանկությունն է Հարավային Կովկասում եւ իր անմիջական հարևանությամբ տարածաշրջանում էական դերակատար, նաեւ ֆորմալ իմաստով էական դերակատար լինելը, որովհետեւ ոչ ֆորմալ առումով բնականաբար Ռուսաստանը շարունակում է ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանում, առնվազն տնտեսական հարաբերությունների տեսանկյունից գիտենք, որ Հայաստանը անգամ խորացրել է շատ ուղղություններով Ռուսաստանի հետ հարաբերություններն անցնող տարիների ընթացքում, բայց անվտանգային եւ այսպես ռազմական ներկայության տեսանկյունից, այո, իհարկե նվազող է Ռուսաստանի ներկայությունը, գիտենք, որ սահմաններից սահմանապահների հետ քաշման գործընթաց կա, որի հետ կապված իդեպ Լավրովը կրկին այսպես անուղակի ասաց, որտեղ ռուս սահմանապահները դեռևս Հայաստանում են եւ այլն, թերևս նկատի ունենալով այն փաստը, որ եթե անգամ Մեղրի անցակետից ռուսները ֆորմալ դուրս են եկել, բայց կանաչ գոտում են եւ այստեղ դեռևս շարունակվում է համատեղ
սահմանապահ ծառայությունները։ Այսինքն բացի տնտեսական քաղաքական ներկայությունը Ռուսաստանի մեր տարածաշրջանում, իհարկե առավել էականը ռազմականն է եւ անվտանգայինը, եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարությունը որոշ մտահոգություն պիտի առաջացնի, որովհետեւ կա միևնույն այն սցենարը, որ էսկալացիայի պարագայում, որևէ էսկալացիայի պարագայում Ռուսաստանը ինչ որ խողովակներով կամ ինչ որ կերպերով ձև է գտնելու վերադառնալու։ Առնվազն այդպիսի ցանկություն վստահաբար կա, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ, դժվար է ասել այս փուլում, բայց հենց այս պատճառով է, որ Հայաստան-Ադրբեջան շարունակվող երկխոսությունը առավել կարևոր է եւ չափազանց էական ազդեցություն կարող է ունենալ հնարավոր զարգացումների վրա, տեսնենք, այսինքն այս պահին թերևս զգուշորեն կարելի է խոսել այն մասին, թե առաջընթաց ենք տեսնելու Հայաստան-Ադրբեջան խոսակցության ուղղությամբ, բայց թերևս եթե այդպիսինը լինի, առավել էֆեկտիվ է լինելու արևմուտքի ներգրավվածությունը եւ ոչ Ռուսաստանի, եւ սա չի կարող չանհանգստացնել պաշտոնական լոբային։ Եվ ամփոփելով, պարոն Խառատյան, այդ եվրոպական համայնքի գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա մյուս տարի գարնանը Հայաստանում, ենթադրում եմ, դա կլինի մայիսին, ուզենք թե չուզենք, թեկուզ ժամանակագրության առումով դառնում է ըստ էության նախընտրական գագաթնաժողով, որին ներկա են լինելու եվրոպական առաջնորդները եւ բոլոր նրանք, ովքեր ներառված են այդ համայնքում, որը ինչպես հայտնի է այդ ձևաչափն է ԵԱՀԿ անդամ երկրներ մինուս Ռուսաստան եւ Բելարուս, այդ ձևաչափով է, հա, դա ֆրանսիական դիվանագիտության գաղափարն է, այսպես ասենք, նախաձեռնությունը, որը մենք տեսնում ենք բավականին հաջող ընթացք ունի արդեն իսկ 6-րդն էր, որ Տիրանայում տեղի ունեցավ, Հայաստանում տեղի կունենա 8-ը։ Այդ նախընտրական համատեքստը, որը ուզենք թե չուզենք կա, թեկուզ ժամանակագրության առումով, ինչի մասին է այն դառնում ըստ ձեզ, համեցեք։ Դե կարևոր է, որ Հայաստանում է տեղի ունենալու այս հավաքը, անկախ ամեն ինչից։ Այո, իհարկե։ Բարդ է ասել 1 տարի անց մենք ինչ դրության մեջ կլինենք, նկատի ունեմ եւ անվտանգային տեսանկյունից եւ տարածաշրջանային խաղացողների հետ մեր երկխոսության եւ խոսակցության տեսանկյունից եւ Եվրամիության անդամ պետությունների եւ Եվրամիության հետ մեր հարաբերությունների առումով, այսինքն այս բոլորը 1 տարի հետո կարող է որոշ իմաստով փոփոխված իրողությունների պայմաններում լինենք, բայց էական տեղաշարժեր թերևս պետք չի ակնկալել։ Եթե նույնիսկ նախընտրական եւ եթե մայիսին է կայանալու, որ հավանաբար այդպես է, եւ եթե նույնիսկ նախընտրական փուլում է սա լինելու, բնականաբար որոշ իմաստով սա օգտագործվելու է գործող քաղաքական մեծամասնության կողմից, որպես, այսպես ասած, վստահության լրացուցիչ քվե արևմուտքի կողմից։ Պետք է ենթադրել, որ նաեւ տեսնելու ենք որոշ հայտարարություններ եւ այլն, բայց այս մասին վաղ է խոսել, ժամանակը կգա, կտեսնենք թե ինչ կլինի։ Հետաքրքիր կլինի տեսնել արդյոք օրինակ այդ հավաքին Թուրքիայից մասնակցությունը ինչ մակարդակով կլինի։ Արդյոք Ադրբեջանը ինչ որ ձևով մասնակցելու է թե ոչ, այսինքն դեռևս պարզ չէ, թե ինչ ֆորմատ է լինելու եւ կարող են նաեւ ուշագրավ նման նորություններ լինել, որոնք որ Հայաստանի համար կարող են հադեպ լինել։ Այսինքն սա մեծ իհարկե միջոցառում է եւ Հայաստանը կարեւորվելու է այդ փուլում, առնվազն միջազգային մամուլի էջերում է հայտնվելու Հայաստանը եւ էական ներկայություն է լինել ամենատարբեր լիդերների եւ այս տեսանկյունից իհարկե Հայաստանի համար որպես պետության չափազանց կարևոր իրադարձություն կլինի, թերևս առավել նշանային է արտաքին քաղաքական տեսանկյունից։ Բայց կրկնեմ, թե որքանով դա կազդի ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա բարդ է ասել, կրկնեմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ տեսնում ենք, որ
ներքաղաքական խոսակցությունում Հայաստանի թերևս դիրքավորումը սկսել է այս պահին գործող ընդդիմությունը խոսում է մի հատված առնվազն խոսում է որ հեռանկարը միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն է ես պատրում եմ որ տեսնելու ենք նաև այլ ուրեմն խաղացողների որոնք փորձելու են իրենց այսպես ասած վաճառել որպես առավել պրոռուսականը եւ լինելու է հակառակը եւս այսինքն ուշագրավ կլինի տեսնել նաև թե որքանով հայաստանյան նախընտրական գործընթացները կկապվեն աշխարհաքաղաքական process-ների հետ եւ Հայաստանի հնարավոր որոշումների հետ արդյոք մեր ներքաղաքական դիսկուրսը լինելու է Հայաստանի ներքին հարցերի եւ կամ անվտանգային հարցերի շուրջ թե ուրեմն աշխարհաքաղաքական ընտրության եւ ըստ այդմ նաեւ ուշագրավ կլինի այդ եվրոպական համայնքի հավաքում եւ այդ հավաքի տեղի ունենալը Հայաստանում որ ինքնին բերելու է աշխարհաքաղաքական օրակարգ ինչը սակայն իմ կարծիքով պարտադիր չէ որ առավել դրականը լինի Հայաստանի համար որովհետեւ նման օրակարգ բերելու պայմաններում մենք ինչ որ իմաստով նաեւ Ռուսաստանի ձեռքերն ազատում ենք ներգրավելու Հայաստանի ներքաղաքական գործընթացներին այս իմաստով ես կարծում եմ որ դեռևս դժվար է կանխատեսել թե ինչ ենք լսելու տարբեր խաղացողների կողմից ներքաղաքական իմաստով Հայաստանում հիշեցնեմ նաև որ Լավրովից լսում էինք այն մասին որ Ֆիդանի հետ հենց ուրեմն ասուլիսի ընթացքում դե տարբեր երկրներում ինքը նկատի ուներ Ռումինիան, Մոլդովան եւ վերջին ընտրություններ ունեցած երկրներում ասում էր այսպես ասած առավել տրամաբանող քաղաքական ուժերին դուրս են մղում եվրոպացիները եւ ես ենթադրում եմ որ հայաստանյան ներքաղաքական կոնտեքստում Ռուսաստանից լսելու ենք որոշ հայտարարություններ դե իսկ իրենց ակտիվ ներգրավվածությունը իրենց իսկ ունեցած տարբեր սատելիտ խմբերի եւ մամուլի միջոցների ուրեմն միջոցով դրանց պակասել չենք տեսնելու տեսենք ես կրկնեմ սա լինելու է Հայաստանի համար էական ընտրություն եւ հետաքրքիր կլինի տեսնել թե իրականում ինչի մասին է ծավալվելու նախընտրական կամպանիաները որովհետեւ հիշեցնեմ որ Հայաստանում բոլոր նախկին երկրի ղեկավարները շարունակում են ակտիվ լինել քաղաքականության մեջ եւ բոլորն էլ կարծես թե պատրաստվում են ընտրությունների դիրքավորումը եւ ասելիքը Հայաստանի աշխարհակական հեռանկարի մասին թերևս լինելու է առավել էական կետերից մեկը որի շուրջ ծավալվելու է քննարկումը Շատ շնորհակալ եմ պարոն Խառատյան ձեր այս չափազանց կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մինչ նոր հանդիպում բարինոց ձեզ Ես եմ շնորհակալ Ահա մենք լսեցինք մեր գործընկեր կոնֆլիկտաբան արևելագետ Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խառատյանին լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի շուրջ վերջին արտաքին քաղաքական զարգացումների հետ Կարճ դադարից հետո կվերադառնանք մնացեք առաջին լրատվականի հետ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակենք մեր այսօրվա հիմնական թեմայի քննարկումը։ Եվ ուրեմն, Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ինչ-որ լարվածության շարունակություն է տեսնում Սյունիքի մարզի շուրջ։ Եվ դա ասվում է մի այնպիսի տոնով եւ դեմքի անմեղ արտահայտությամբ կարծեք թե ինչ-որ մի քամի է այնտեղ եւ քամին շարունակվում է ով է էսկալացիան իրականացնում ինչ ձևով է այն դրսևորվում դրա մասին ոչինչ չի ասում կարևորը ասվի եւ դա տեղի է ունենում այն բանից հետո երբ ռուսներն ուզում են հյուպատոսություն բացել Սյունիքում ըստ էության Երևանը ոնց որ թե մերժում է մինչդեռ Ֆրանսիան հյուպատոսություն է բացելու Գորիս քաղաքում եւ դրա մասին բաց տեքստով ասացին արտգործնախարարները
Սա ասվում է այն բանից հետո, երբ ըստ էության Ֆիդանն է այցելում Մոսկվա, իսկ Մոսկվան հրավիրում է Թուրքիային մի նոր գործարքի, բայց Թուրքիան կարծեք թե մեծ հետաքրքրություն դրան չի ցուցաբերում։ Փորձենք հասկանալ, եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Наш сегодняшний гость из Нидерландов, азербайджанский конфликтолог Ариф Юнус. Приветствую вас, господин Юнус. Спасибо, что приняли мое приглашение. Добрый вечер. Господин Юнус, министр обороны России Белоусов увидел продолжение эскалации, продолжающуюся эскалацию вокруг Сюникской области Армении. Где эта эскалация, в чем выражается, кто эскалирует, об этом господин Белоусов, да, господин Белоусов так многозначительно промолчал. И тем не менее, чем вызвано такое заявление, особенно когда в контексте имеем предысторию, буквально последних дней, да, вот этот скандальный визит Лаврова в Ереван, визит министра иностранных дел Франции в Ереван, пожелание русских открыть в Сюнике консульство и, судя по реакции Марии Захаровой, нервный довольно отказ Еревана предоставить им такую возможность. И в то же время договоренность об открытии консульства Франции в Горисе. И вот он видит эскалацию. Что он видит и зачем он это видит? Прошу. Он как в русской народной сказке про Машу, которая сидит высоко, видит далеко. Поэтому в Армении не всегда видит. А он так далеко из России, он же не в Сюнике находится сейчас. Да, конечно. Тем не менее, он видел. Понятно, что к этому можно относиться с юмором. Мы должны понимать, что речь не идет о том, что там какая-то эскалация, какая-то напряженность. Даже не ясно вообще, о чем идет речь. О погоде, которая может ухудшиться внезапно в Сюникской области, там, или что-то другое. Ясно, мы просто должны понимать, что продолжается вот эта неофициальная холодная война, она давно идет между Арменией и Россией. Вот эти попытки, скажем, Пашиняна сгладить какие-то моменты, скажем, принять участие в параде вот майском, да, казалось бы, это месседж, что, мол, Армения не такая уж плохая, с ней можно вести дела. Но это в России иначе подходит ко всему этому, потому что для России главный раздражитель – это Запад. Россия вообще считает, тут по большому счету нету разницы, идет ли речь об Армении, об Азербайджане, там, или о Казахстане, или там еще какой стране. Это все постсоветское пространство, которое воспринимается Кремлем как своя территория. Территория, где должны быть только они и больше никто. Если Москва просит или хочет там что-то, скажем, открыть консульство или что-то другое, в ответ ничего не получает, а наоборот, вместо этого там открывается сегодня французское консульство, там или там что-то другое, культурный центр, потом еще что-то будет. То есть Москва все это воспринимает как враждебные действия против нее. Вообще действия Москвы, как мы видим, понимаете, любое государство, более или менее цивилизованное или современное, оно понимает, что у соседних государств есть свои интересы, которые могут не совпадать с твоими интересами. И не надо на это все так реагировать негативно. Надо просто понимать, что у каждого государства там есть свои интересы, да, свои какие-то моменты, которые оно так проводит жизнь. Но в России у них только две краски, черный или белый. Или ты будешь как я, или ты мой враг. И никакой разницы нет повторять. Тут мы сейчас говорим об Армении, но я уверяю, точно так же Россия относится ко всему прочему. И
этот случай с заявлением Белоусова, это говорит о том, что в Москве по-прежнему воспринимает нынешнее руководство Армении как враждебное. В Москве по-прежнему считает, что главная задача – это все-таки добиться свержения этого вражеского правительства, руководства Армении, поскольку оно ведет себя прозапад, то есть это прозападное государство. А раз прозападное правительство, значит оно враждебно для Москвы. Враги, однозначно враги. Тут уже неважно, будешь ли ты делать какие-то реверансы, скажем, поедешь в Москву, примешь участие в параде, завтра, может быть, еще какое-то мероприятие будет, куда можно поехать. Все равно ты чужой. Это, знаете, фильм был такой советский, «Свой среди чужих, чужой среди своих». Да. Вот Пашинян, когда едет на это мероприятие, у меня все время вот это ощущение. Он же попадает туда, среди лидеров, которые абсолютно чужие ему, и которые его воспринимают как чужака. И когда ты приезжаешь, это по большому счету ничего не дает. Уж лучше вообще не приезжать. Хотя понятно, что как глава государства, где значительная часть граждан страны живут в Российской Федерации, тут еще проблемы экономических связей. Армения, конечно, зависит по многим параметрам от России. Надо постараться быть... Политика, чтобы была внешне в отношении России аккуратной, предельно аккуратной. Но проблема в том, вот то, что я сказал, что в России не воспринимает такой подход как нормальное явление. В руководство России только две краски. Черный или белый. Большевистская краска. Да, ты или со мной, или ты мой враг. Да. Все. Или против. Поэтому-то, если ты мой враг, да, если ты мой враг, тогда обязательно, тут неважно, появится это министр обороны Белоусов или кто-то другой, неважно. Они всегда найдут какую-нибудь точку в небе, там, которая объявит, там, в общем, что-то найдут против Армении. Главное, Россия не отказалась от своих планов в отношении руководства Армении. Господин Юнус, частью вот этого общерегионального контекста является также визит министра иностранных дел Турции в Москву. Причем в дни, предшествующие этому визиту, Министерство иностранных дел России выступило с заявлением. И в этом заявлении были отмечены якобы имеющаяся общность интересов и целей России и Турции в том, чтобы в нашем регионе был мир, был установлен мир, там все процветало, цвело и пахло, и чтобы процессы шли в предсказуемом русле, это цитата, и имеющиеся проблемы решались бы в формате 3+3. Так заявляет российский МИД. В Ереване господин Лавров, а еще до этого посол России в Армении Копыркин говорили о желательности продолжения работы в формате 3+3 уже вот с последующими встречами в Ереване и в Баку, да, потому что в Москве, там, в Анкаре и в Тегеране они были, теперь как бы очередь за Ереваном и Баку. Ну, а вы определитесь, да, что, где и когда. Ну вот, Ереван и Баку, оказывается, в Тиране определились, но совершенно не по этому формату 3+3, а по совершенно другому и крайне неприятному для России. 26-й год весна, Армения будет принимать гостей Европейского политического сообщества, 8-й саммит. И в 2028 году то же самое будет в Баку. Ну и что теперь, что мы имеем в результате, на ваш взгляд?
мы имеем в результате, можно сказать, полную неудачу российской внешней политики в нашем регионе. Попытка протащить вот эту старую идею 3+3, она, в общем-то, сегодня прогорела и уже давно не соответствует действительности. Мы понимаем прекрасно, что эта формулировка, вот это предложение России страны, в общем-то, направлено против Запада. То есть, когда Россия предлагает это, мы же понимаем, что за этим скрывается. А за этим скрывается, что делами нашего региона должны заниматься только страны этого региона. Но есть же большая геополитика, есть прагматика. Понятно, что ты можешь игнорировать, можешь не любить, можешь делать вид, что их нету. Но они есть. И американцы играют роль на Ближнем Востоке, и в нашем регионе, и Европа играет роль, и не просто играет роль, но и тяготеют, скажем, в данном случае Армения к Европе. Вот. То есть сделать вид, что вот этого пакта, Запада пакта его нет, мы можем обойтись, это несерьезно. И, например, в ходе визита Фидана, если обратить внимание, Турция вообще старалась по-восточному не говорит «нет», но и не говорит «да». То есть, по сути дела, Турция в очень вежливой восточной форме отклонила это предложение. Потому что Турция прекрасно понимает, что без Запада, как бы, особенно американцев, как бы ты к ним ни относился, ну, невозможно что-то делать. Все-таки они играют ведущие силы, и сами турки обращают на это внимание. И тут неважно, идет ли речь только лишь о России, или, скажем, украинский даже вопрос, там тоже, опять-таки, все делает Запад. В общем, эта идея России, она, в общем-то, провалилась. Турция ее не приняла. Более того, на той встрече Фидана там большая часть, хотя я не нашел ничего этого в российских СМИ, но в турецких там все время говорил, что, в общем-то, речь шла больше о Сирии. Да. Россия все-таки не потеряла надежд как-нибудь, если не вернуться, и, скажем так, вернуть свою базу, да, в Сирии, то хотя бы в той или иной форме какой-то получить или компенсацию, или что-то, потому что Россия еще не потеряла надежды наладить отношения с новым руководством Сирии, где, кстати говоря, опять-таки, мы видим, что новое руководство Сирии, которое, в общем-то, еще недавно признавалось террористическим, да. но уже это новое руководство, оно встретилось с кем? С Трампом. Да. Снимают санкции. Санкции снимают. То есть оказывается, это не террорист. Оказывается, уже с ним должна, соответственно, вести и Россия дела. Потому что это уже, по сути дела, легитимное правительство, от которого и зависит судьба той же российской базы. Да, пока Россия старается с тем же руководством Сирии вести закулисные переговоры, в том числе стоит вопрос о выдаче Башара Асада, такой же вопрос тоже стоит, что мы вам выдадим, в ответ вы там нашу базу восстановите. Но в Сирии Турция играет очень большую роль, это однозначно. И вопрос тех же отмены санкций, это тоже роль Турции. Турция не будет через сегодня идти на что-то в интересах России, потому что Турция всегда исходит из того, что главное это ее интересы, а не интересы России. Если интересы России будут совпадать с турецкими, да, можно что-то говорить. Но если эти интересы России не совпадают с интересами Турции, Турция, конечно, не пойдет на это. В данном случае Россия не такая уж сильная страна, она ослабла, война в Украине резко изменила ситуацию. И даже вот Трамп, вот эта администрация новая, действие которой в отношении России вызывает очень много вопросов, но все равно даже в этом случае Россия уже не та страна, с мнением которым надо безоговорочно считаться. То есть по всем направлениям мы видим, что и в отношении России с Турцией, я имею в виду визит Фидана, и вот ситуация в Армении, везде у российская внешняя политика, она терпит неудачу за неудачей. И вот эти истеричные заявления или действия Захаровой, надо, кстати говоря, по ней проверять все время. Если есть истерика,
значит там полный облом, как иногда грубо говорят. Да. Вот пока что я вижу, что одну истерику со стороны Марии Захаровой, а это говорит о том, что внешняя политика России, ее стремление по-прежнему считать себя гегемоном, вершителем судеб народов бывшего Советского Союза, это, в общем-то, не находит отражения ни у народов нашего региона и бывшего Советского Союза, ни у соседей, в том числе и Турции, которые, вот, по сути дела, отклонили это предложение 3+3. Господин Юнус, сегодня праздничный день и в Армении, и в Азербайджане. В Армении поздравляю, да, это правда. Взаимно, спасибо. В Армении отмечают День Первой Республики, в Азербайджане официальный День независимости. И это все связано с одним и тем же событием в один и тот же день, 28 мая 1918 год. Армения и Азербайджан объявили о независимости. И вот в этой связи президент Соединенных Штатов поздравил Алиева и народ Азербайджана с праздником, но там очень интересные месседжи. А вот следующее, что Америка продолжает быть приверженной установлению долгосрочного мира с Арменией, и Азербайджана с Арменией. И что это изменит, внесет исторические изменения и так далее. И самое главное, что именно сейчас время этот мир установить, подписать договор и так далее. На ваш взгляд, это что, пожелание Америки или давление, упакованное в пожелание? Что вы в этом усматриваете? Скорее давление, только упакованное в очень красивой шоколадной обертке. Я бы сказал бы так. Да? Ага. То есть это поздравление, это хорошо, это приятный факт, поздравил, это все хорошо. Но наряду с этим поздравлением последовала вот эта фраза о необходимости не просто подписать договор, а быстро подписать договор. Да. Не откладывать на, скажем, перспективу, когда вот в Армении будут внесены изменения в Конституцию и так далее. Ведь, по сути дела же, Азербайджан требует внесения изменений в Конституцию, а это значит и раньше 26-го, если не 27-го года этого не будет. А американская страна требует, говорит, сейчас, не жди. Это, по сути дела, вот то, что вы говорите. Я бы не сказал бы, что это в жесткой форме, мягкая форма давления, красивые вот шоколадные обертки. Господин Юнус, еще один такой элемент в нашей региональной политике, это то, что в Азербайджане проходит трехсторонний саммит лидеров Азербайджана, Турции и Пакистана. Но это о чем? По сути дела, речь идет о саммите стратегических союзников. Так. Ведь это же не секрет, что Азербайджан и с Пакистаном имеет... с Турцией Азербайджан какие отношения, вы это прекрасно без меня знаете. Да. А Пакистан это же не просто мусульманская страна, с которой у Азербайджана хорошие отношения. Это страна, которая всегда, по крайней мере, последние годы очень хорошо помогала, в первую очередь, в военной сфере. Действительно, азербайджанская страна, благодаря Пакистану, получила много видов оружия, проходили обучение. То есть для Азербайджана это не просто какая-то страна, мусульманских стран много, но не каждая мусульманская страна имеет такие отношения с Азербайджаном, как, скажем, Пакистан. Еще был Израиль, он не мусульманская страна, конечно, но, в принципе, когда для Азербайджана, в общем-то, на Ближнем Востоке было 4 стратегических союзника. Да, вот еще Израиль был, Турция, Израиль и Пакистан. Сейчас Израилем Азербайджан сохранил отношения, но вот там
есть определенная коллизия между Турцией и Израилем, мягко говоря. И даже вот недавно в Турции там была критика в адрес Азербайджана, что это отдельная тема. Это отдельная тема. Для Азербайджана, повторяю еще раз, то, что вот сейчас саммит Баку проходит, это расширение прежних отношений. Они имеют, кстати, давнюю историю. То есть Пакистан это недавно, нельзя сказать, что вот недавно это началось еще во времена Гейдара Алиева. Это еще было. Пакистан всегда помогал Азербайджану, и в данном случае в Азербайджане воспринимает вот этот саммит как очередной шаг на пути укрепления отношений Азербайджана с наиболее важными стратегическими союзниками. Скорее всего, я думаю, что это будет не просто какой-то саммит, там будут подписаны определенные соглашения, будет определенная договоренность и определенные результаты, причем в первую очередь, я думаю, в военной сфере. Ну, это вызывает ряд вопросов в Армении и вызывает ряд вопросов, судя по публикациям прессы, и в Иране тоже. Как вы считаете, это... Еще можете добавить Индию. Да, Индия, да. Для Индии одного Пакистана достаточно, остальные как бы далеко. Да. Да, конечно. И там Китай важнее, который с Пакистаном имеет очень тесные отношения. Для Индии приоритет это. На ваш взгляд, насколько это имеет логику, дружим против кого-то или просто дружим? На ваш взгляд. Я бы не сказал, что сейчас это конкретно против кого-то. Если иметь в виду, скажем, ведь и Армения, например, Армения, устами Пашиняна говорит, что, в общем-то, он верит, что скоро будет подписан мирный договор. И сама тенденция азербайджано-армянских отношений в последнее время, если обратить внимание, все-таки, что бы там в России не говорили, белорусовые, там другие, в общем-то, надо смотреть прагматично, и мы видим, что в последнее время между Азербайджаном и Арменией, в общем-то, нету такой резкой эскалации. Да. Ситуация как-то стабилизировалась более или менее. Да, небольшой застой в переговорном аспекте есть, это правда, но нету вот этой напряженности на границе, нету вот этой опасности или угрозы, скажем, военного конфликта. Нельзя сказать, что вот сейчас у Азербайджана с Арменией такие вот очень сложные отношения. Это, я думаю, что начался вот такой рутинный момент переговора, где каждая сторона хочет что-то там добиться, какие-то извлечь выгоды, но при этом на обострение не пойдет ни Азербайджан, ни Армения тем более. Поэтому то, что Азербайджан проводит саммит с Пакистаном и, скажем, с Турцией, это тем более Турция, которая сама призывает азербайджанское руководство скорее решить свои вопросы с Арменией. Я не думаю, что это против конкретно Армении. Что касается Ирана, тоже сегодня это не столь, с моей точки зрения, реалистично. Я думаю, что там все-таки есть понимание, что в иранском вопросе главное все-таки у Ирана и так хватает своих проблем. Они ведут переговоры с Соединенными Штатами сейчас. Переговоры вроде бы идут позитивно. Судя по той информации, очень скудной информации, которую мы получаем, что-то там получается. Во всяком случае, насколько я понимаю, американцы обещают Ирану, что если хотя бы на 3 года они прекратят свои ядерные разработки, взамен они получат много льгот, а потом можно получать уран, например, через Россию. Там есть какие-то позитивные моменты. О каком-то конфликте против Ирана, тем более Азербайджан, это тоже нереалистично. Что касается Индии, это я просто привел пример, там немножко этот забавный момент, что вот этот бойкот азербайджанских, так сказать, продуктов, это вызвало у нас в Азербайджане большое, так сказать, веселье, потому что с каких-то пор азербайджанские товары оказались в Индии, вообще, я думаю, там. То есть это сами не направлено против кого, скорее речь идет об укреплении
если есть союз, этот союз надо все время укреплять. Потому что союзы же разные бывают. Вы помните, если вспомнить историю, были разные союзы. Гуам вспомните. Да. Одно название же сейчас осталось от этого. Да. Когда-то, какой бы хороший пиар, как о нем что-то не говорили. Сейчас, наверное, многие даже забыли вообще, что такой союз вообще был. Да. Другие союзы бывают. То есть союзы между государствами надо периодически укреплять, проводить такие саммиты, в ходе которого не просто говорить красивые слова, но еще решать конкретные практические вопросы, скажем, по производству чего-то, поставкам чего-то. Я думаю, что вот в данном случае этот саммит – это укрепление вот этих стратегического союза, союзных отношений путем вот решения каких-то конкретных военно-тактических и технических вопросов. Спасибо, господин Юнус, за ваши обстоятельные комментарии, за выводы, оценки, которыми вы поделились с нашими телезрителями и уделили время нашему эфиру. До новых встреч. Всех благ вам. И дай Бог, чтобы в Сюнике, чтобы хорошая погода была. Спасибо большое, чтобы везде было все хорошо. Спасибо. Везде было все хорошо. Всего доброго. Ամենք լսեցինք մեր գործընկեր ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսին Նիդերլանդների թագավորությունից, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի, Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունների եւ ընդհանուր մեր տարածաշրջանային դինամիկայի հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։